Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների։ Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած Ազգային ժողովի հայտարարության նախագծին։ Քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե պեկում առկա ֆինանսական տվյալներից բացի այլ եկամուտ չունի, պարզեցումներ գործող կարգավորումներում։ Ուրուգվայի եւ Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու մեր երկրում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։ Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ հանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը մի շարք ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ուրուգվայի Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդկվիստին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այս շաբաթ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Այն մինչ հանձնաժողովին ներկայացվել է, քննարկվել էր նաեւ խորհրդարանական լսումների ժամանակ։ Խմբակցության կարծիքով այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումն Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Հայկ Մամիջանյանը նշեց, որ խորհրդարանական երկրորդ ուժը եւս միացել է նախաձեռնված գործընթացին։ Վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ։ Սա հայտարարություն է, որ արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական եւ ներքաղաքական, ինչպես նաեւ անվտանգային խնդիրները, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով եւ դա բացառապես լրիվ այլ գործընթաց է, այսինքն որևէ մեկի մոտ տպավորություն չառաջանա եւ այս երկու գործընթացները իրար հետ շփոթեն։ Մամիջանյանի խոսքով ընդդիմությանը երկրում ստեղծված անվտանգային հարցերն են հետաքրքրում, ուստի հայտարարության նախագծում նշել են, որ ադրբեջանական կողմն արդեն 3 տարի շարունակ օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Քաղաքացիական պայմանագրից Անուշ Քլոյանն էլ ի հավելումն Արցվաշենի հարցն առաջ քաշեց, թե ինչու ընդդիմության բերած նախագծում այդ մասով ոչինչ չկա։ Ինչպես եք վերաբերվում Արցվաշենին, չէ՞ որ հենց առաջին պատերազմից հետո այն գտնվում է Ադրբեջանում, ինչու այստեղ նշված չի Արցվաշենի մասին։ Ձեր վերաբերմունքը այս մասին, այդ դեպքում ձեր կողմից մատնանշված տարածքային ամբողջականության խաթարում չի։ Թե մենք խոսենք զուտ տերմինաբանության տեսանկյունից, այո, դուք ճիշտ եք։ Բայց այս համատեքստը վերաբերվում էր 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանքով տեղի ունեցած մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաների մասին եւ այդ օկուպացիայի վերացման ուղղությամբ զրո քայլերի կատարման վերաբերյալ։ Ով է պատիվ ունեմի վարչապետի տեխնացուն, հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահը։ Մեր վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է։ Եթե Դավիթ Համբարձումյանն է, օրինակ արձանագրենք, որ այլևս ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Դաշնակցության ղեկավարները, ոչ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այլևս չեն հանդիսանում ձեր քաղաքական առաջնորդները եւ քաղաքական առաջնորդ Դավիթ Համբարձումյանն է։ Համաձայն չէ, գիտեք ինչի համաձայն չէ, որովհետեւ մի հատ բան ունեք։ Մենք ժողովուրդը հոգնել է շիրմաներ բերելուց։ Ինչ ենք մենք փորձում ոչ իրական առաջնորդներին բերենք, հա, եւ ներկայացնենք հանրությանը, այլ փորձենք բերենք մի անձին, որին դիտարկում ենք որպես սենց ասեմ, դե հիմա այս փուլում ինքը ոնց որ սազական կլինի։ 2021 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ստացել է 688,000, իսկ պատիվ ունեմը 66,000 ձայն։ Արուսյակ Ջուլհակյանը նախ կարդաց խորհրդարանական 3-րդ ուժի ընտրություններին մասնակցելու ծրագիրը, նկատելով, որ պատիվ ունեմի խորհրդարանում հայտնվելը միայն ընտրական օրենսգրքի պահանջն էր, ապա հիշեցրեց ընդդիմության մի քանի փուլով իրականացված փողոցային պայքարը։ Այդ բոլոր ձեր շարժումների
ժամանակ դուք ձեր կողմից ստացված ձայներ, ընդ որում նաև նկատի ունեմ խորհրդարանական ամբողջ ընդդիմության կողմից ստացված ընդհանուր գումարային թվով ձայների նույնիսկ 10% ժողովրդին չեք կարողացել կոնսոլիդացնել գոնե փողոցում, որ մենք տեսնենք, որ ահա 21 թվին դուք ժողովրդի մանդատը չեք ստացել մեզ հեռացնելու, իսկ մենք հակառակը ստացել էինք, չեք կարողացել ցույց տալ, որ ժողովուրդը ահա հիմա եկել եւ ձեր կողքին է կանգնել, որ մենք ասենք շատ լավ, ժողովուրդը եկավ, մենք պետք է հեռանանք։ Ջուլհակյանը հարակից ելույթում նկատեց, որ քննարկումը խիստ վաղաժամ է, պատգամավորը հորդորեց նախագծի հեղինակներին կոնսոլիդացնել ժողովրդին, դրանից հետո միայն նման քննարկում ունենալ, իսկ չհաջողվելու պարագայում սպասել հաջորդ հերթական ընտրություններին։ Շուրջ 4 ժամ տևած նիստի ավարտին հանձնաժողովի նախագահն առաջարկեց հայտարարությունն անվանել 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի ու ձախողման մասին նախագիծ։ Պատիվ ունեմը մերժեց առաջարկը։ Արդյունքում հանձնաժողովը նախագծին տվեց բացասական եզրակացություն։ Հայաստանի եւ Բրազիլի խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Հայաստանում Բրազիլի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վասպիտալուգան։ Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ 2023-ից մեր երկրում փուլային տարբերակով ներդրվեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Գործընթացը մեկնարկեց ըստ հայտարարատու անձանց խմբերի, պետական համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հարցու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիներ, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք եւ արդեն երրորդ փուլով մեր երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում կենսաթոշակառուները։ Հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար կա 3 հիմնական նպատակ։ Ունենալ նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների վերաբերյալ անձնավորված հաշվառման համակարգ, երկրորդ նպատակը դա մարդկային կապիտալի զարգացումներ, այսինքն որպեսզի մենք կարողանանք հնարավորություն ունենալ առողջապահության եւ կրթության գծով ծախսերի փոխհատուցում տալ եւ երրորդ նպատակը պետություն քաղաքացի հարաբերությունները նոր մակարդակի բերելն է։ Համակարգի ներդրմամբ պետությանը հաջողվեց նաև ստվերային գործարքները որոշ չափով կրճատել։ Համակարգի ներդրման առաջնային փուլից սկսած պետությունը հետևում է հայտարարագրման ընթացքին եւ ի հայտ եկած խնդիրներին։ Վերջիններով պայմանավորված պարբերաբար վերանայվում են մեխանիզմները գործիքակազմերն առավել կատարելագործելու համար։ Փոփոխություններ մշտապես կատարվել են, վերջին վերանայումը վերաբերում էր հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետներին։ Մայիսի 1-ը փոխարինվեց նոյեմբերի 1-ով եւ ինչպես Բաբկեն Թունյանն են նշում, դա հիմնականում պայմանավորված էր ID քարտերի պահանջով ու այլ տեխնիկական բնույթի հարցերով։ Այժմ էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները նախաձեռնել են մեկ այլ փոփոխություն եւս, որն առաջիկայում արտահերթ կարգով կբերվի դահլիճ։ Ընդ որում այդ փոփոխությունը ոչ թե միանգամից ենք որոշել կամ ինչպես մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ ասում են իրենց պայքարի արդյունքում, այլ այս մասին դեռ ամիսներ առաջ հայտարարում ենք, որ մենք աշնանը հանդես կգանք եկամուտների հայտարարագրման համակարգի էական պարզեցման փոփոխություններով։ Փոփոխությունները բնականաբար քննարկվել են կառավարության գործընկերների հետ։ Պարզեցումները կլինեն եւ օրենսդրական եւ տեխնիկական մակարդակում գործող կարգավորումների համաձայն մինչեւ նոյեմբերի 1-ը հայտարարագիր չներկայացնելու դեպքում սահմանված էր տուգանք։ Նոր նախագծով փոխվում է տրամաբանությունը։ Այսինքն հայտարարագիր կարող են մարդիկ եւ չլրացնել մինչև վերջնաժամկետը եւ քանի որ պետական եկամուտների կոմիտեն ինքը արդեն իսկ ունի որոշակի տվյալներ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ, ինքը ինքնաշխատ այսօր էլ այդ տվյալները լրացնում է։ Սա ենթադրում է, որ եթե քաղաքացին ինքը չի լրացնում հայտարարագիրը, պետական եկամուտների կոմիտեի կողմից լրացված տվյալներով համարվելու է, որ մարդու հայտարարագիրը լրացված է եւ հանձնված է։ Այսպիսով քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե պետական եկամուտների կոմիտեում առկա ֆինանսական տվյալներից բացի այլ եկամուտ չունի։ Այս առումով առաջին հերթին մենք երևի այն մարդկանց գործն ենք թեթևացնում, հատկապես 100,000-ավոր կենսաթոշակառուների, որոնք որ ըստ էության կենսաթոշակից բացի այլ եկամտի աղբյուր չունեն։ Ինչպես նաև այն մարդիկ, որոնք օրինակ վարձու աշխատող են եւ այլ եկամուտներ չունեն։
Հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կլինի այն պարագայում, երբ քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական կրեդիտներից։ Ընդգծում է падգամավորն ու հիշեցնում, որ պետության կողմից շահառուն հետվճար ստանում է այն դեպքում, երբ տարվա ընթացքում կատարել է առողջապահության եւ կրթության գծով ծախսեր։ Այդ գումարները ետ ստանալու հնարավորությունից կարող են օգտվել այն մարդիկ, որոնք որ մուտք են գործում եկամուտների հայտարարագրման համակարգ, էլեկտրոնային ստորագրությամբ եւ գոնե մի հատ փոքր գործողությամբ թեկուզ առանց որևէ բան փոխելու հաստատում են այդ հայտարարագիրը։ Նախագծով պետական եկամուտների կոմիտեին կտրվի հնարավորություն ունենալ հասանելիություն նաև ֆոնդային բորսաների որոշակի տվյալների մասով, որպեսզի ինքնաշխատ եղանակով լրացվեն նաև արժեթղթերից ստացված եկամուտները։ Պարզեցված համակարգը նաև կօգնի ավանդատուներին։ Կլինի հատուկ հնարավորություն, եթե իրենք պետական եկամուտների կոմիտեին իրենց համաձայնությունը տան ընդհանրապես մի հատ գալչկա դնելով, որ համաձայն է, որ պետական եկամուտների կոմիտեն իրենց բանկային ավանդների ստացվող եկամուտի մասին ինֆորմացիա ունենա, այդ ինֆորմացիան էլ ՊԿ կստանա եւ ավտոմատ կլրացնի։ Արտահերտ նիստից հետո կլինի նաեւ հստակ ցանկ, թե որ եկամուտները կհայտարարագրվեն եւ որոնք կհարկվեն։ Մեզ հարցնում են, ասենք, եթե ես մեքենաս օտարել եմ, վաճառել եմ կամ տունս վաճառել եմ, այդ գումարը հայտարարագրման ենթակա է, հարկման ենթակա է, մենք ասել ենք, որ դա հայտարարագրման ենթակա է, բայց հարկման ենթակա չի։ Հայտարարագրման ենթակա անձանց թիվը վերջնապատկերում ըստ Բաբկեն Թունյանի կկազմի շուրջ 2 միլիոն։